Այսօր հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 110-րդ տարելիցն է։ Ինչ է ձեզ համար օրվա խորհուրդը, ինչպես կբնորոշեք այն։ Օրվա խորհուրդը կասեմ, որ չի մոռացվում, չի մոռացվելու անկախ կողքի ուժերի ազդեցությունից։ Սա ամեն հայ սրտում կա։ Ուրիշ ոչինչ չեմ կարող։ Ամեն տարի եք գալիս։ Այո, պարտադիր։ Հայտնի փոքր կներկայացնեք, որտեղից եք գալիս։ Ամեն տարի գալիս եմ, չնայած նրան, որ աղջիկս ծնվել է այսօր։ Խորհրդանիշն է ապրելու։ Այսօր գնում է նստեյության ուրացման, մոռացության, այս ամենը ինչով է պայմանավորված եւ ինչ ունեք ասել են մարդկանց, ովքեր ասում են դե 100 տարի առաջ է եղել է, անցնենք, ապրենք, առաջ գնանք։ Լավատեսություն չեմ կարող բնորոշել, դա լավատեսություն չի։ Պարզապես մեր կամքը մենք գիտենք, հայի կամքը գիտենք, ինչ պարտադիր է, որ ամեն ղեկավարի ասած լսվի։ Մենք մեր կամքը ունենք, դա մեր արյան մեջ է։ Այսինքն որքան էլ պայքարեն մեր փորձեն մոռացության մատնել, դա հնարավոր չէ, հնարավոր չի։ Իսկ հիմա թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությամբ ապրելը հնարավոր համարում եք։ Գիտեք, մեր պատմությունն է դա։ Դա էլ մոռացնել չի լինի, բայց երբ որ ուզում ենք շարունակել ապրել լավ, մենք մեր թոռներին, մեր ծոռներին, չգիտեմ որքանով կարող ենք այդ իրողությունը պատմել։ Ես այս ժամանակվա համար եմ խոսում, բայց իմ թոռները, ծոռները արդյոք այդ մտքին կլինեն։ Դուք հավատում եք, որ խաղաղություն է լինելու։ Իրենք բերում են խաղաղություն այս իշխանությունը։ Չի լինի դա։ Իրական Հայաստանի մասին է խոսվում, գաղափարախոսությունը, իրական Հայաստանի փոքրացման առաջ քաշած պատմական Հայաստանը փոխվում է, իրական Հայաստանով Արարատի մասին այլևս միայն հարազատ։ Եթե պատմությունը մոռանում ես, դու այլևս գոյություն չես ունենում, ինչ-որ մեկի լծի տակ ես ապրում, դա հասարակ տրամաբանություն է, ո՞ց կարելի է։ Մեր պատմությունը, որ չպահենք, ինչ է պահենք, հարկերը պահենք, դա մոռացվելու է, դա ամեն ղեկավարի հետ փոխվելու է, տրանսպորտն էլ է փոխվելու, աշխատավարձն է փոխվելու, բայց պատմությունը ոչ չի փոխվում։ Հասարակ տրամաբանություն է դա։ Շնորհակալություն։